88-ի շարժումը դա հեղաշրջում չէր։ Մեր եկեղեցին ես նույնպես համարում եմ այցեքարտ, անկախության կրողը ժողովուրդն է։ Ուղղագրությունները պետք է դառնան միասնական։ Պոտենցիալ ունենք այս խնդիրը լուծելու։ Դու դառնում ես կինոյի տղա, դու դառնում ես հերոս։ Սպասենք 5 ամիս հետո տեսնենք ինչ է լինում։ Մի գնա ընտրությունների, մեկա դու ոչինչ չես կարող անել։ Ես դրանից խեղճանում եմ։ Ինձ համար հանցագործ են բոլոր նրանք, չեմների երբեք նրան, դա պատմական հանցագործություն է, վախենում եմ, երբեմն վախենում եմ նաև արտահայտել, որ վախենում եմ, հռչակագիր կարդացվել է ընդամենը մի անգամ։ Ես կարող էի ներողություն խնդրել կամ ընդունել մեր սխալը հետևյալում։ Այս տարվա գլխավոր առաջնահերթությունը։ Երկու բլոկ են բաժանում՝ քաղաքական եւ մի քիչ էլ անձնային։ Քաղաքականը, որ նորմալ ընտրություններ անցնեն, ժողովուրդը ակտիվ լինի, ես շատ ուրախ կլինեմ, որ ժողովուրդը ակտիվ լինի, այդ դեպքում արդյունքի հասնելը կլինի իսկապես ժողովրդավարական։ Իսկ անձնական առումով խնդիր ունեմ անկախությունը գովազդել, պատրաստվում եմ անկախության 35-ամյակին նվիրված գիրք հրապարակել, անկախության 35-ամյակը, հանրաքվեի 35-ամյակը եւ նաեւ անհատական ցուցահանդես, իմ գեղարվեստական աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը կլինի թվով 4-րդը, այս տարվա համար կարծում եմ համեստ լինեմ, այդքանը բավարար է։ Ինչով կարող է Հայաստանը զարմացնել աշխարհին։ Հայաստանը կարող է զարմացնել աշխարհին այն բաներով, որով մինչև հիմա զարմացրել է։ Դրանք մեր այցեքարտերն են, որոնցով մենք կարող ենք աշխարհի հետ խոսել։ Աշխարհի հետ խոսելու առումով մենք ունենք մի քանի գործիք, որով մեզ ճանաչում են, որով մեզ նաև ընդունում են։ Դա մեր պետականությունն է, բայց դրան կից գործող ածանցյալ կամ նպաստող գործոններ ես համարում եմ հետևյալ մեր սփյուռքը, շատ կարևոր լոբիստական եւ կազմակերպական գործիք է դա, որ մեզ շատ նպաստում է, կարող է նպաստել մեր պետականության ամրապնդմանը, սփյուռքը, որը համաշխարհային գործիք է եւ աշխարհագրորեն ինքը ամբողջ երկրագունդն է ներգրավում, դա կարևոր գործիք է խոսելու աշխարհի հետ։ Երկրորդը մեր եկեղեցին ես նույնպես համարում եմ այցեքարտ, որը նույնպես աշխարհագրորեն ամբողջ երկրագունդն է ընդգրկում եւ նաեւ մենք իմիջ ունենք որպես առաջին քրիստոնյա երկիր, դա լավ աշխատում է մեր միջպետական հարաբերությունների կամ ընդհանրապես քո կերպարը, քո հավաքական կերպարը բացահայտելու առումով եկեղեցին համարվում է Հայաստանի անկախությանը եւ ճանաչմանը աջակցող գործիք։ Մի բան էլ կա, որ շատ կարևոր չի երևի կամ չեն համարում կարևոր, ես համարում եմ կարևոր։ Մեր լեզուն է, լեզվի ինքնուրույնությունը, ես այսպես եմ բնութագրում, դա այն գործիքն է, որից ավելի շատ մենք մերը չունենք, քան մեր լեզուն։ Մեր լեզուն մեր ինքնության, մեր արտաքին աշխարհի հետ կապվելու, մեր ինքնությունը բացահայտելու առումով լրջագույն գործիք է եւ ներսում որպես պետականության հիմնական կառույց եւ դրսում, այսինքն մեզ ճանաչում են որպես ինքնուրույն մշակույթ կրող միավոր։ Դրա մեջ կարևոր մասնաբաժին ունի լեզուն։ Մեր ամենամեծ ուժը որպես պետություն։ Բնականաբար ոչ միայն մեր բոլոր երկրների ուժը, դա իր անկախության գոյությունն է։ Քեզ հարգում են, քեզ ընդունում են, քո հետ հաշվի են նստում, եթե դու ինքնուրույն ես, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն ունես, այսինքն ինքնիշխան ես, արժանապատիվ ես եւ այդ բազայի վրա ես դու կարողանում խոսել ուրիշների հետ, այսինքն որքան քո մոտ ուժեղ է այդ զգացողությունը եւ դա արտահայտվում է դրսի այդ հարաբերություններում, դա դառնում է այդքան քո համար արժեք, լրջագույն արժեք, կռվան։ Եվ սրա մեջ կարևոր է նաեւ ոչ միայն արտաքին սիմվոլները, ասենք ինքնուրույն ես, երբ որ ունես դրոշ, ունես հիմն, ունես ներկայացություններ, դեսպանատներ, բայց միջազգային կառույցները նաև հաշվի են առնում, թե այդ ինքնուրույնության, սուվերենության, ինքնիշխանության համար որքանով է տեր կանգնում քո ժողովուրդը, այսինքն որքան ժողովուրդը տեր է իր անկախության եւ պետականությանը, դու այդքան ուժեղ ես արտաքին հարաբերություններում, ինչու չէ նաև ներքին հարաբերություններում, այսինքն անկախության կրողը ժողովուրդն է,
այդ առումով ժողովուրդը այդ զգացողությունը պետք է արտաքին իմպուլս ուղարկի, որ ես տեր եմ իմ անկախությանը։ Որ բարեփոխումն է, որ ամենաշատն եք հավատում, որ կստացվի։ Դժվար հարց է, բարեփոխումները շատ են, որ կուզեի լինել, բայց երկու բան ասեմ, երևի այնպիսի բաներ, որ ուրիշները չեն ասի։ Մեկ, որ իշխանությունը, նորմալ իշխանությունը պետք է սեփական երկրի քաղաքացու արժանապատվության համար դաշտ ստեղծի։ Այսինքն, որքան քո քաղաքացին հավաքական արժանապատվության կրող է, այնքան պաշտպանված է քո անկախությունը։ Ընդ որում ձեզ ասեմ, սա բարեփոխում կարող է լինել, որը մեծ ֆինանսներ չի պահանջում, մեծ տեխնոլոգիաներ չի պահանջում, արտաքին կամ ներքին վարկեր ու աջակցություն չի պահանջում։ Դա զուտ իշխանական մոնոպոլիա է, երբ որ բարոյական քաղաքական ուժը իր քաղաքացու մոտ հպարտության զգացում է սրսկում առաջացնում կրթությունից սկսող, մանկությունից սկսող մինչև ծերունություն, այսինքն ստեղծել մի միջավայր, որտեղ հասարակությունը հպարտանում է իր ինքնուրույնությամբ, իր որոշումներ կայացնելու հնարավորությամբ եւ պաշտպանում է այդ իրավունքը։ Այդ մեկ որ շատ կարեւոր է եւ մեկ էլ էլի փորձեմ բան ասել, որ ուրիշները շատ դրա վրա ուշադրություն չեն դարձնում։ Ես շատ կարեւոր եմ համարում եւ համարել եմ կողմ եմ եղել լեզվի մասին օրենքի մեջ դա ներգրավել ենք, որի համահեղինակներից մեկը ես եմ, մեր արևելյան եւ արևմտյան ուղղագրությունների միասնականացումը։ Թվում է, թե սա փոքր խնդիր է, բայց եթե մենք ուզում ենք մեր եւ Սփյուռքի կամուրջները ամուր լինի եւ գործնական լինի, այդ ուղղագրությունները պետք է միավորվեն։ Սա լրջագույն համախմբման միջոց է։ Իհարկե սա մի ռեֆորմի խնդիր չի, բայց եթե խնդիր ես դնում, իսկ այդ խնդիրը կա լեզվի օրենքում, կապերը սերտացնել, ուժեղացնել, դարձնել գործնական, մենք այդ խնդիրը պետք է երբևէ լուծենք։ Ուղղագրությունները պետք է դառնան միասնական։ Ձեր խորհուրդը այսօրվա երիտասարդներին։ Երիտասարդներին ոչ թե խորհուրդ, այլ հորդոր կասեի, խնդրանք կասեի, թեպետ հիմա այդքան էլ իրանք դրա կարիք չունեն։ Լինեն շատ ինֆորմացված, բայց այդ ինֆորմացվածության նպատակը պետք է լինի սեփական երկրի ինքնիշխանությունը պահելը։ Այսինքն, եթե ես կարողանայի մի մեծ դասախոսություն կազմակերպել, որտեղ մեր երիտասարդությանը կմատուցեի, թե ինչքան լավ բան է անկախությունը, որ դա լավ ապրելու միջոց է, լավ կրթվելու միջոց է, որ դա լավ ճանապարհորդելու միջոց է, որ քո երկրում վստահ, ապահով, արժանապատիվ ապրելու միջոց է, ապա այդ բանը կտայի, այդ մոտիվացիան կտայի երիտասարդությունը զգալ ոչ միայն հոգեբանորեն, այլ գիտակցաբար, թե որքան կարևոր բան է անկախությունը, ինքնուրույնությունը։ Որ ոլորտում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային առաջատար։ Վստահաբար կարող եմ ասել, ես շատ եմ դրա մասին մտածել, կրթությունն է դա։ Կրթության նկատմամբ ձգտումը մեր ժողովրդի մեջ ի բնը եղել է, նույնիսկ կարող եմ ասել գենետիկ է եղել։ Ամենածանր պահերին, ամենադժվար պահերին անգամ հայ ծնողի մոտ միշտ իր երեխայի կրթությունը եղել է գերակա արժեք։ Պոտենցիալ ունենք այս խնդիրը լուծելու։ Այսինքն, եթե ծնողը ուզում է իր երեխան կրթված լինել, իսկ ես չգիտեմ ծնող Հայաստանում, որ չուզենա իր երեխան կրթված լինել, նույնիսկ դա մեզ մոտ այսպես մի քիչ բանով ասեմ, ուրիշներից ավելին է մեր մոտ։ Դա գերակշռում է։ Դա երբեմն գերակշռում է փոքր ազգերի մոտ, որոնք եթե չունեն այլ ինքնապաշտպանական միջոցներ, ասենք զենք, տարածք, հանքարեսուրսային, բնական ռեսուրսներ եւ այլն, այս դեպքում մտավոր եւ կրթական պաշտպանվածությունը բարձրանում է առաջին մակարդակ։ Այնպես որ կրթական համակարգը մեզ համար, մեր գենետիկայի համար, մեր ինքնության համար համարվում է այն բազան, որի վրա դու կարող ես հասարակությանը ուժեղացնել։ Միանշանակ կրթությունը։ Սա իհարկե դժվար, մի քիչ երկար գործընթաց է, բայց սա է մեր հեռանկարը։ Մենք պետք է մրցունակ լինենք, եղել ենք այդպիսին, եւ սա մեր հասարակության, մեր իշխանությունների համար, մեր էլիտայի համար պետք է լինի դոմինանտ խնդիր՝ կրթություն, կրթված հասարակություն։ Որ միջազգային փորձն եք ամենից շատ հաջող համարում Հայաստանի համար։ Շատ եմ ուսումնասիրել հատկապես վերջին մեր ճգնաժամային տարիներին, որ երկրների փորձը կարող է մեզ համար օրինակելի լինել։
Եվ շատ շնորհակալ եմ այսպես մեր բախտին, ասեմ, թե մեր շրջապատում ընթացող գործընթացներին մեզնից առաջ եւ մեզնից ուժեղ տեսաբաններ ուսումնասիրել են աշխարհի փորձը, այն որ երկրներն են, այն որ փորձն է, որ ճգնաժամային իրավիճակներում, երբ որ ասենք հասարակությունը ընկղմվում է ապաթիայի մեջ, բարդույթները սկսում են խեղդել, մարդը սկսում է հիասթափվել, մարդը իր մեջ կորցնում է քաղաքացուն կամ պետության մաս կազմելու իր հնարավորությունները, առնվազն լավ փորձ մի 6-7 երկիր կան, շատ եմ ընդունում Ջարեդ Դայմոնդի ճգնաժամ գրքի այդ ամբողջ փորձը, այնտեղ 6 երկիր է ուսումնասիրվում, ինձ համար ամենահարազատը Ֆինլանդիան է, Ֆինլանդիայի օրինակը, Չիլիի օրինակը եւ Ճապոնիայի օրինակը, որպես ամփոփում այս 3 երկրների ձեզ ասեմ, 3-ն էլ բազավորված են նույն բանի վրա։ Մարդկային հավաքական կերպարը, ներքին ռեսուրսը օգտագործել պետության արտաքին մարտահրավերները հաղթահարելու եւ պետության ճգնաժամից դուրս գալու ծրագրեր իրականացնելու համար։ Դա ներքին ինքնությունն է, էպոսն է, լեզուն է, գրականությունն է, թարգմանությունն է, կրթության նկատմամբ սերն է։ Այդ առումով Ֆինլանդիայի օրինակը շատ դասական է։ Իրենք ինչով ջարդված վիճակից ծաղկեցին, երբ որ գումարեցին իրենց պրագմատիզմը, ռեալիզմը, հաշվի առան ուղիղ աչքերով նայեցին իրենց խնդիրներին, դժվարություններին եւ հաշվի առնելով ժողովրդավարական եւ ազգային այդ հնարավորությունները, որոնք իրենցն էր, այդ բազայի վրա իրենք ծրագիր իրականացրին եւ իրենց պրագմատիկ հավասարակշռված քաղաքականության արդյունքում մի քանի տարվա ընթացքում այս խնդիրները հաղթահարեցին։ Այսինքն մեզ պետք չի նոր բաներ հորինել, մեզ պետք է ունենալ մեզնից այդ առումով առաջ ընկած կամ փորձարկված տեխնոլոգիաները, մեթոդները եւ Հայաստանը վստահեցնում եմ ձեզ, ունի այդ գործիքները կիրառելու դրանք եւ դուրս գալ լայն ճանապարհ, դուրս գալ պրոսպեկտ եւ Հայաստանը դարձնել կանխատեսելի, չգիտեմ, վստահելի, հուսալի երկիր։ Որ արժեքն է պետք ամրապնդել մեր հասարակությունում։ Հավաքական արժանապատվությունը, որովհետև սա ոչ թե բառեր են, ես ապրել եմ այդ միջավայրում։ 88-ի շարժումը դա հեղաշրջում չէր, դա ոգեղենության, հավաքական արժանապատվության դրսևորում էր, հումանիզմի դրսևորում էր, եւ եթե այդ ազգային արժանապատվությունը կարողանա համախմբել ժողովրդին, մարդը անձնական արժանապատվությունից, եսի արժանապատվությունից բարձրանա դեպի մենքի, մերի արժանապատվություն, մեր հաղթանակները երաշխավորված են։ Մենք այդ փորձը ունենք։ 3 տարի այդ էներգիայով մենք ապրել ենք, դա եղել է կառուցողական պոզիտիվ էներգիա, արարող էներգիա, ոչ կործանող էներգիա, եւ այդ հավաքական էներգիան ճիշտ ուղղորդելու, ճիշտ օգտագործելու դեպքում դու դառնում ես կինոյի տղա, դու դառնում ես հերոս։ Մենք դա կարող ենք անել։ Մեր ժողովուրդը ունի այդ էներգիան ունի, այդ բարփակված, ամբարված էներգիան ունի։ Հարկավոր է այդ էներգիան բարձրացնել ջրի երես։ Ինչպիսին եք տեսնում Հայաստանը 5 տարի հետո։ Սպասենք 5 ամիս հետո տեսնենք ինչ է լինում, որովհետև շատ չեմ ուզում գունավորել իրականությունը, հուսամ 5 ամիս հետո լավ կլինի, եթե 5 ամիս հետո իմ հույսերը արդարացվեն, ես կարծում եմ Հայաստանը կլինի աշխարհին ավելի ինտեգրված, ավելի բալանսավորված քաղաքականությամբ եւ առողջ երիտասարդությամբ, որ իր վրա կվերցնի հասարակության առողջացման եւ այդ արժանապատիվ հավաքական արժանապատվությունը մասսայական դարձնելու գործը ինքը կարող է կազմակերպել։ Կանխատեսելի, բայց մենք չենք կարող փակ երկիր լինել, ինտեգրվող, աշխարհի հետ դույով խոսող, մեր այցեքարտերը աշխարհին մատուցող եւ ներսում հանդուրժողականության դաշտ ստեղծող հասարակություն։ Ես վստահ եմ այդպես կլինի, որտեվ ելի եմ կրկնում, ես այդ միջավայրում ապրել եմ, ես տեսել եմ այդ կառուցողական արարիչ ուժը մեր ժողովրդի մեջ եւ ես վստահ եմ առաջիկայում դա ելի լինելու է։ Ընդ որում ձեզ մի բան ասեմ։ Կան դեպքեր, եւ ես ուզում եմ գոնե այդպես լինի, հաճախ այդ էներգիան կուսակցություններից եւ իշխանություններ չի գալիս։ Սովորաբար այդպես է, բայց դա կարող է լինել նաեւ ներքևից։ Երբ որ քաղաքացին, հավաքական քաղաքացին զգա, որ
իր լավ միջավայրի հնարավորությունը, իր լավ կրթվելու հնարավորությունը կարող է իր ձեռքից վերցնեն, ինքը ոստանա, ինքը ներսից այդ էներգիան ներսից տակից ավելի շուտ մասսաներից բարձրանա վերև եւ ինքը թելադրի իշխանություններին, կուսակցություններին, մնացածներին, որ ինքը տեր է կանգնելու այդ իր ամենաարժանապատիվ կեցվածքին, որը էլի գալիս է անկախության, ինքնիշխանության։ Վստահ եմ, որ Հայաստանը այդ էներգիան օգտագործելու է, որպեսզի այդ 5 տարի հետոյի համար մենք լինենք ավելի արժանապատիվ իրավիճակում։ Ինչ է ձեզ ամենից շատ ոգեշնչում ձեր գործունեության մեջ։ Ես ինքս ինձ հաճախ լիցք եմ տալիս, ռուսերեն բառ սամազարյատ։ Ինքս հաճախ լիցքավորում եմ ինձ, փորձում եմ դրական էմոցիաներով, դրական ծրագրերով ինձ լիցքավորել եւ դա ինձ լիցք է տալիս։ Ինձ շատ օգնում է այդ առումով, շատ օգնում է հետեւյալ խնդիրը, հետեւյալ մոտեցումը, երբեք չատել, որովհետեւ ես մի բան եմ սովորել, ատելությունը ոչ թե դիմացինին է ոչնչացնում, ոչ թե հակառակորդին, այլ քեզ, որովհետեւ ատելությունը դա ներքին զգացողություն է, այդ ներքին զգացողությունը, որ կոչվում է ատելություն, քեզ ավելի է վնասում։ Այսինքն, եթե դու կարողանում ես քեզ կազմակերպել ապրել պոզիտիվով, դրական հույսերով, գոնե դրականը պետք է ճնշող լինի, բայց սականին այդ դեպքում դու կարող ես լավ ծրագրեր իրականացնել։ Ինձ համար կան նաև որոշ գործիքներ, որոնք նպաստում են, որ ես այդ դաշտից չխուսանավեմ, չփախնեմ։ Ինչով եք այսօր ամենաշատը հպարտանում։ Հպարտանում եմ երիտասարդությամբ, որովհետև եթե մենք շատ թե քիչ հոգնել ենք, մի քիչ ավելի շատ մենք անցյալով ենք ապրում, քան ապագայով, ես իմ շրջապատում տեսնում եմ լուսավոր երիտասարդներ, շատ եմ շփվում, էլի մեծերից եմ, ուրիշներից եմ սովորել։ Ուզում ես պոզիտիվ լինել, ուզում ես ստեղծագործ լինել, ուզում ես ժամանակի հետ քայլել, շրջապատիր քեզ երիտասարդներով։ Էլի ուրիշի փորձից է գալիս, որքան շատ ես երիտասարդներով շրջապատված, այնքան քո աուրան, քո դաշտը, քո էներգետիկան դրական է։ Դա ինձ հույս է տալիս։ Որ ոլորտում եք տեսնում ամենաարագ դրական փոփոխությունները։ Քաղաքացուն պոզիտիվի մեջ, դրականի մեջ, լավատեսության մեջ դաստիարակելը։ Կրկնում եմ, դա հեշտ գործ է, դա ծախսատար գործ չէ։ Ընդհանրապես ցանկություն է պետք, որ քաղաքացու մեջ քաղաքացուն արտնասնես, սրսկեց այդ իրան լավատեսությունը, այդ պոզիտիվը, իր կառուցողականությունը, իր գենետիկայի հզոր լինելը, իր կարողությունները, երբ որ դու իրան կարողանաս հանես այդ ճահճից, որը կոչվում է ապատիկ վիճակ, դու ոչինչ չես կարող անել, մի գնա ընտրությունների, մեկա դու ոչինչ չես կարող անել։ Եթե այս բարդույթը կարողանաս հանել, ես դա իսկապես պատկերացնում շատ հնարավոր գործ։ Հավաքական արժանապատվության եւ եսը մենքի փոխելու քաղաքականությամբ դու կարող ես ունենալ ուժեղ հասարակություն։ Այ հենց որ ուժեղ է լինում հասարակությունը, իշխանություններն են խելոքանում, կուսակցություններն են գալիս այս դաշտ, դրսումցել են քեզ հարգանքով բան, հավաքական արժանապատվությունը եւ հավաքական կառուցողական էներգետիկան, հանդուրժողականությունը, համերաշխությունը հասարակության մեջ, դա քո երկրի փրկությունն է, դա քո ապագան է։ Բնութագրեք մեր այսօրվա հասարակությանը։ Շատ եմ մտածում սրա մասին։ Դա մեր դեպի մակերես գնալն է։ Մենք վերջին տարիներին խորքից բարձրանում ենք մակերես։ Երբ որ դու առաջին ինֆորմացիան ընկալում ես որպես ճշմարտություն, երբ որ դու խոստումները կամ կենացները ընկալում ես որպես իրականություն, որ մի տեսակ fast food է դա, երբ որ դու պարզը հասարակը մատչելին ընկալում ես, չես ուզում խորանալ, խորքերը, վերլուծությունը չես անում, եզրակացությունները մակերեսի վրա ես անում։ Դա իհարկե բացատրություն ունի, դա միայն ազգային չէ, ժամանակակից գլոբալիզացիան, տեխնոլոգիաների զարգացումը, կյանքի արագ գնալը ստիպում է, որ դու մեկ ժամանոց ինֆորմացիայի փոխարեն 3 րոպեանոց միայն տեղեկություններ հավաքես, կարճ տեղեկություններ, կարճ վերլուծություններ, որը կրկնում եմ մակերեսը, որը վերլուծություն չունի, եւ սա հասարակությանը բերում է մակերես, այդպես իշխանություններն են հաճախ վարվում, ասենք կարող է ասֆալտը ավելի կարևոր լինի, քան քաղաքական վերլուծությունը, թե աշխարհ ուր է գնում եւ դու որ ճանապարհը պետք է ընտրես, այսինքն ստրատեգիական, ռազմավարական, խոր վերլուծությունների եւ պրագմատիզմի հիման վրա աշխատանքները, ծրագրերը փոխարինվում են
պարզ, մակերեսային, հեշտ մատչելի, հեշտ մարսվող ինֆորմացիայով եւ մեր հասարակությունը նաեւ այդ հիվանդությամբ տառապում է, գնում է դեպի մակերես եւ սրա արդյունքում ցանկալին ինքը փոխարինում է ռեալիստականի հետ, այսինքն այն ինչ որ ուզում է ավելի շատ դրա վրա է ուշադրություն դարձնում, այլ ոչ թե նրա, որ ինչ դժվարություններ կարող ես հաղթահարել եւ գնալ քո ուզածով։ Իրականությունը դառնում է ռեցեսիվ, դաժան լուծումները դառնում են խեղճացած, մակերեսային մեկնաբանությունները, լուծումները դառնում են դոմինանտ։ Սա մեզ համար այսօր խնդիր է։ Այդ խնդիրը այդ դրա լուծումն էլ չգիտեմ, ինչպես պետք է լուծվի, բայց առանց դրա չի կարող, այսինքն միտքը վերլուծությունը երկրի համար պետք է դառնան հիմնական։ Ինչից եք ամենաշատը վախենում։ Դառը փորձ ունեմ այդ հարցին պատասխանելու համար, միշտ վախեցել եմ եւ վախենում եմ ընկերների դավաճանությունից։ Շատ են եղել այս 35 տարվա մեջ այդպիսի բաներ եւ մի տեսակ դու խեղճանում ես, երբ քո հավատարիմը, քո զինակիցը, քո ընկերը, գաղափարախոսը, գաղափարակիցը տրվում է պատեհապաշտության, տրվում է լավ ապրելու գայթակղության կամ գնում է պաշտոնի եւ դու կորցնում ես ու անդադ կորցնում ես ընկերներ, դա կարող է կարճ ժամկետ, բայց բերում է հիասթափությունների։ Ես դրանից խեղճանում եմ։ Ինչը երբեք չեք ների։ Հենց այդ չեմ ների, դավաճանությունը չեմ ների, իսկ մեծ առումով ինձ համար հանցագործ են բոլոր նրանք, չեմ ների երբեք նրանց, ովքեր պետականության դեմ են աշխատում, ովքեր ելնելով օրվա խնդրից, այդ մակերեսի խնդրից, հարմարվողականության խնդրից, պահի խնդիրները ռազմավարական խնդիրներին ստորադասելուց պետականությանը վնասում են։ Գերակա արժեք ոչ միայն իմ համար, ոչ միայն մեր ազգի համար, բոլոր քաղաքակրթությունների համար գերակա արժեքը դա անկախությունն է, պետականությունն է։ Եվ սրա դեմ արված հանցագործությունը դա պատմական հանցագործություն է մեր ժողովրդի, մեր պատմության, մեր պետականության նկատմամբ։ Դա ինձ համար աններելի է։ Որոնք են մարդկային ամենակարևոր զգացմունքները։ Ինձ համար ամենամարտկային գնահատվող զգացմունքները կարեկցանքն է եւ ափսոսանքը։ Սրանք մարդու այն բարձր ոգեղեն արժեքի կարևորագույն ցուցիչներ են եւ մարդը դրանով է ինքը կարեկցող պետք է լինի, ինքը հումանիստ պետք է լինի, ինքը համարձակություն պետք է ունենա, եթե ինչ-որ սխալ բան է արել, ափսոսա եւ չվախենա այդ ափսոսանքից։ Սրանք հատկապես արժեքներ են այսօրվա համար, որովհետեւ այդ նոր տեխնոլոգիաների եւ հատկապես ասենք արհեստական բանականության, որի քաշը, արժեքը, կարևորությունը ամբողջապես ընդունում եմ, բայց ես մտածում եմ, որ այս արժեքները դառնում են ավելի խեղճ։ Ես դա նկատում եմ, ասենք, արևմտյան քաղաքակրթություններում, որտեղ մարդկային շփումները, մարդկային կարեկցանքը խեղճանում են առօրյան արագությունը, վազքը, մեծ արագությունները խեղճացնում են այս մարդկային զգացմունքներին։ Ես ուզում եմ, որ դրանք միշտ մնան մարդկության որպես այցեքարտեր, մարդուն բնութագրող կարևոր բան, սերը դեպի ծաղիկը, սերը դեպի կատուն, սերը դեպի բնությունը, սերը դեպի աստղերը, սերը դեպի երեխան, այսինքն արժեքներ, որոնցով մենք ամբողջապես տարբերվում ենք մնացած օրգանական աշխարհից, կենդանիներից։ Մարդկությանը բնորոշող ամենահումանիստական զգացմունքներն են դրանք։ Ինչպես եք վերաբերվում արհեստական բանականությանը։ Բնականաբար, գիտակցաբար, դա գիտակցական դաշտում այսպես մտքի մակարդակով շատ լավ, խիստ անհրաժեշտ, ուզես թե չուզես, եւ դու եւ քո հասարակությունը պետք է համընթաց քայլի աշխարհի ադատի հետ, աշխարհում նոր ստեղծող կանոնների հետ, չես կարող։ Եթե չես ուզում հետ մնաս, պիտի գնաս հավասարազոր, համակայլ այդ բաների հետ, բայց նաեւ վախենում եմ, երբեմն վախենում եմ նաեւ արտահայտել, որ վախենում եմ, որովհետեւ մարդկային այն բոլոր արժեքները, որի մասին ես խոսում եմ, որոնք ինձ համար դոմինանտ արժեքներ են, դրանք գնալով խեղճանալու են, ստեղծագործելը դառնալու է հնարավորինս
խեղճացած ստեղծագործելու պոեզիայի, երաժշտության, բնության, այդ ակնածանքի, սիրո զգացմունքները այս դեպքում դառնում են մի քիչ խեղճացված։ Եվ որպես լուծում ես գիտեք ինչպես եմ գտնում։ Զուգահեռաբար դու գնում ես աշխարհին համընթաց, բայց նաև ու էլի երկրներ կան, որ այս փորձը կիրառել են։ Պահում ես քո ազգայինը, քո ավանդականը, չեմ ասում ավանդապաշտ ես դառնում ինչև վերջ։ Եվ երկու բան ունեմ, ցուցիչ ունեմ ինձ համար, կարող է զարմանաք։ Բնության այդ կապը, մեծ առումով բնության այդ կապը մարդկությանը կարող է պաշտպանել արհեստական բանականության բերող վնասներից եւ նաեւ մշակույթի հետ կապը։ Այս երկու արժեքները ոչ միայն այսօր են արդիական, անհրաժեշտ, երեխա դաստիարակելու համար լավագույն միջոց, այլ դա նաեւ մրցակցային հնարավորություն է տալիս քեզ դրսի միջավայրերում քեզ պահելու արժանապատիվ ու բոլոր խելոք քաղաքակրթությունները գնում են հատուկ իրականացվող քաղաքականության այս բնագավառում պահել կապը բնության հետ, կապել կապը մշակույթի եւ քո պատմության հետ։ Սրանք գործիքներ են, որոնք քեզ պահում են ուժեղ եւ այդ մրցակցության մեջ արհեստական բանականության նոր տեխնոլոգիաների մեջ դու մնում ես ուժեղ։ Ըստ ձեզ, ինչպիսին է ձեր կերպարի ընկալումը հասարակության մեջ։ Հիմնականում ինձ ասոցիացնում են այսպես, այդ հենց այդպես այն հռչակագիրը որ կարդաց կամ ուրիշ արտահայտություն կասում են, այն որ դրոշը բարձրացեց, որ այս դրոշ չեն բարձրացել, կամ որ այսևի արտահայտություն կասում են, առաջին անգամ կարդաց հռչակագիրը։ Հռչակագիրը կարդացվել է ընդամենը մի անգամ, երկրորդ, երրորդ չի եղել, ընդամենը մի անգամ աղել։ Դրա հետ է ասոցիացվում, դա ինձ դրական բաներ բերում է, նաև դրա մեջ պարտավորություն կա, պարտավորությունող բան կա, դա ինձ պահում է։ Դա մի տեսակ գիտեք, ինձ պարտավորությունում է, որ ես պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին իրանք ուզում են ինձ տեսնել։ Ես նաև որպես մանկավարժ մի հատ շատ լավ ոսկե կանոն գիտեմ, օրենք գիտեմ, որ միշտ ուրիշներն էլ են անձնական օրինակով։ Ես տարիներ շարունակ դասավանդել եմ եւ գիտելիքից ոչ պակաս ես փորձել եմ իմ աշակերտներին, ուսանողներին իմ անձնական օրինակով դաստիարակել։ Դա լավագույն ձևն է։ Այսինքն այդ ձեր ասած հասարակության իմ ընկալումը հասարակության մեջ ես հենց այդպես եմ տեսնում, լինել անձնապես օրինակելի եւ դա լավագույն ձևն է, որ ես արդարացնեմ իրենց հույսերը։ Ըստ ձեզ, ինչի համար հասարակությունը կարող է ձեզնից ներողություն ակնկալել։ Ինչն է, որ այնպես չենք արել, որ կարող էինք անել։ Նո փաստ է, որ այդ բարձրագույն արժեքը, անկախությունը կա, դե ֆակտո կա, բայց այնպիսի բարձրունքի եւ այնպիսի անշրջելիության կետի մենք չենք հասել, որ այդ վտանգները չլինեն։ Ես կարող էի ներողություն խնդրել կամ ընդունել մեր սխալը հետեւյալում։ Մենք գնացել ենք բարեփոխումների, արել ենք ինչ որ հնարավոր է, բայց անընդհատ չենք մատուցել, չենք քարոզել կամ անհրաժեշտ չափով չենք քարոզել այդ արժեքի կարևորությունը։ Այսինքն քարոզի վրա, տարածելու վրա, մասսայականացնելու վրա, դրա օգտակարությունը, անհրաժեշտությունը մատուցելու վրա անհրաժեշտ երևի էներգիա, ծախս, քարոզ, միջոցներ չի իրականացվել։ Ես կարծում եմ, եթե մենք մի քիչ ավելի շատ շեշտադրում անեինք դրա վրա, հասարակությունը ավելի պատրաստ կլիներ, ավելի առնական ու պինդ կլներ իր անկախությունը պահելու, ատամներով կպահեր իր անկախությունը, այդ առումով բաց թողում ես կարծում եմ կա։ Ինչով է պայմանավորված նախկինում կոնգրեսական, բայց այժմ իշխանական ներկայացուցիչների ագրեսիվ պահվածքը ՀԱԿ-ի հանդեպ։ Բնության օրենքներով գամ ձեր բացատրությանը, ագրեսիվ են միշտ ավելի շատ նրանք, ովքեր թույլ են, ում մոտ արգումենտները եւ տեսությունը, ռազմավարությունը շատ թույլ վիճակում է եւ իրենք ավելի շատ դա կիրառում են որպես ինքնապաշտպանական միջոց։ Ես պատկերացնում եմ ինչպես է անկյուն քշված առնետը կամ կատուն ինքնապաշտպանում, որքան ինքը նեղ վիճակում է, ինքը այնքան ագրեսիվ է, որովհետեւ ուժեղը հատկապես իր հասարակության, իր քաղաքացու նկատմամբ անտրամաբանական է, որ լինի ագրեսիվ։
իրենք ագրեսիվ են, որովհետև այդտեղից սպառնալիք են տեսնում, վտանգ են տեսնում, եւ սա բերում է ոչ թե ժողովրդավարության, ոչ թե հանդուրժողականության, այլ ռեպրեսիաների, հալածանքների, ճնշման մեխանիզմների, այնպես որ միանշանակ ուժեղը ագրեսիվ չի լինում, ագրեսիվ լինում են վախկոտը, ստորը, իր հեռանկարի վրա հույս չունեցողը, մարդիկ, որոնք դիմացինի վրա ուզում են սպառնալիքի միջոցով նրա խեղճությունը ստանալ։ Սա է պատճառը։ Ձեր առօրյայում քանի տոկոսն է քաղաքականությունը, քանի տոկոսը արվեստը։ Ժամանակի առումով քիչ, բայց կարևորության առումով այստեղ ես չեմ կարող տոկոսների կամ ժամի բաժանել, որովհետև արվեստը, մշակույթը, առաջին հերթին նկարչությունը եւ երաժշտությունը ինձ համար շատ լրջագույն գործիքներ են այն իմ ասած մեծ խնդիրը լուծելու, որ դու չչարանաս, որ դու չատես, որ դու մնաս պոզիտիվի մեջ, դու լինես ստեղծագործ, դու լինես թույնից զերծ, ատելությունից զերծ, այդ առումով նկարչությունը ինձ փրկում է ուղղակի այդ դաշտում, երաժշտությունը ինձ մաքրում է այդ բոլոր բացասական բաներից եւ դրանք խաչվում են իմ մոտ, արվեստն ու քաղաքականությունը իրար փոխադարձ լրացնում են, ինձ ուժեղացնում են, ինձ մաքրում են, գոնե ինձ պաշտպանում են բացասական դաշտ մտնելուց, բացի այդ դա զուտ արդեն անձնական հաճույք է, դա իմ էգոիզմն է աշխատում, ես հաճույք եմ ստանում նկարելուց, երաժշտություն լսելուց, լավ նկար ստացվելու դեպքում ես ինձ երկնքում եմ զգում, լավ երաժշտություն լսելուց մաքրվում եմ ամբողջապես, հա, մի բան էլ կա, գումարեմ սպորտը։ Դրանք իմ փրկիչ բաներն են, փրկարար աղավնիներն են, որոնք ինձ մարդ են պահում։ Երաժշտություն, նկարչություն, սպորտ, բնություն։ Երևի պարզ բան եմ ասում, բայց եթե յուրաքանչյուրը ժամանակ գտնի սրանով ինքնամաքրվելու, ինքը կարող է լինել պոտենցիալ լավատես, լավատեսություն ներարկող, հասարակության մեջ իր շրջապատում մեջ երիտասարդների մոտ դրական էմոցիաներ, դրական լիցքեր փոխանցող, դրանք շատ կարևոր բաներ են։ Ուզում ես մարդ մնաս, պետք է շփվես բնության հետ, գեղեցիկի հետ, երեխեքի հետ, երաժշտության հետ։ Ձեր կյանքի կարգախոսը։ Լինել ազնիվ, երբեմն կարող է, որ ես ինքս իմ մեջ իմ նկատմամբ ազնիվ չլինեմ, իսկ լինում է այդպիսի բաներ, նույնիսկ ես ինքս վախենում եմ ինքս իմ հետ առերեսվելու, բայց կարմիր գիծ է դիմացինի ուրիշի հետ ազնիվ չլինելը, դա ինձ համար գերակա, գերագույն բան է, կանոն է, լինել ազնիվ, անկեղծ բոլորի հետ։ Երկու բառով նկարագրեք ապագան։ Հուսադրող, լավատես, մենք դժվարությունների միջով անցնող ենք, մենք անցել ենք այդ ձևի դժվարություններով, մենք ունենք էներգիա, մենք ունենք շատ ռեսուրսներ, մարդկային ռեսուրսներ, հետևում ունենք գեն, հետևում ունենք պատմություն, ունենք հասարակություն, որը անհատների, հզոր անհատների հասարակություն է, մեզ պակասում է հավաքական բանը, ուժը, այդ ուժերի գումարել անհատների, այնպես որ ես լավատես եմ եւ մեր հասարակությունը վստահ եղեք, այդ ներքին էներգիան դարձնելու է երևացող էներգիա եւ այդ երևացող էներգիան ոչ թե լինելու է քանդարար, այլ արարիչ էներգիա եւ մեր հասարակությունը գնալու է ճանապարհով։ Կարող է մի քիչ ուշ, կարող է մի քիչ դժվար, բայց այդ էներգիան աշխատելու է, արարող էներգիան հայ ժողովրդի աշխատելու է, լավատես եմ, վստահ եմ։